Կարելի է ասել, որ ձեր падգամավորական մանդատը օգնեց ձեզ բիզնես խնդիրները լուծելու հարցում։ Ես կարծում եմ, որ իմ падգամավորական մանդատը երբեք ինձ չի օգնել որևէ բիզնեսի որևէ հարցում հարց լուծել։ Սակայն փաստացի դատական process կար, չէ, եւ այդ խնդրում դուք հաղթեցիք։ Գիտեք, դա Ձեր գործարանը։ Դա վաղուց բան եք դուք ասում, արդեն անցել է, դատանը որոշում է կայացրել եւ վերջ։ Այսինքն ձեր բիզնեսը փաստացի փրկվեց, այսպես կարելի է ասել։ Հետաքրքիր հարց եք տալի, բիզնեսը փրկվելը ո՞րն է։ Դե չսնանկացավ ինչպես մյուսներին շատերին այսօր սնանկանում է։ Դուք այսօր չսնանկացաք եւ ձեր բիզնեսը շարունակում է իր գործունեությունը։ Ես կարծում եմ դա մանդատի հետ որևէ կապ չունի։ Նախ ասեմ ձեզ, որ ես ինչ եղել եմ падգամավոր, ընտրվել եմ падգամավոր, բիզնեսով չեմ զբաղվում, ընդամենը ունեմ սեփականություն եւ աշխատում ենք, որ խնդիրներ չունենանք։ Ընդամենը մեր աշխատողների աշխատանքի, ճիշտ աշխատանքի արդյունքն է ամեն ինչը, ոչ թե ինչ-որ մեկի մանդատը կամ ինչ-որ մեկը, այսքան ժամանակ դուք լսել եք, որ որևէ մեկը ինձ պաշտպանի կամ ես որևէ մեկին խնդրեմ, որ ինձ պաշտպանի։ Նման բան չի եղել եւ չի կարող լինել։ Մանդատը դրա համար չի։ Մանդատը նրա համար է, որ լավ օրենքներ ընդունենք, ժողովրդին ծառայենք, վերջնաշով իմ մանդատը ժողովուրդն է ինձ տվել։ Իսկ ես հաճույքով ծառայում եմ իմ ընտրողներին։ Կարող եք գնալ Դավուշի մարզ եւ հարցնել, տեսնել իմ կապը իմ ընտրողների հետ։ Իսկ ձեր բիզնեսի հիմնական վտանգը ո՞րն էր, որը վերացավ այս դատավարության արդյունքում։ Դա սովորական բաներ, ստուգում, ակտ, փոքր եւ մեծ լինում են միշտ էլ։ Կարծում եմ, տեղ վտանգի բան չկա, աշխատանքային process է դա։ Ցանկացածի հետ դա լինում է։ Դե օրինակ Աշոտ Աղաբաբյանը, Հանրապետական, Տիգրան Արձաքանցյանը իրենք սնանկացել են նման ակտերի եւ ստուգումների արդյունքում։ Փաստորեն ձեր բիզնեսը փրկվեց։ Ես իհարկե համամիտ չեմ ձեր այդ կարծիքի հետ, որ մեր բիզնեսը փրկվեց։ Մենք աշխատել ենք, աշխատում ենք եւ պետք է աշխատենք։ Այսինքն իսկ մյուսների հետ թե ինչ կատարվեց, ինչ չկատարվեց, այդ հարցը կարող եք իրենց տալ։ Հարկային ծառայությունը գրել էր ակտ, որին մենք համաձայն չէինք, դրա համար դիմեցինք դատարան։ Դատարանում մենք նոր փաստեր ներկայացրեցինք, որը ստուգման ժամանակ, չգիտեմ թե ինչու չէին նկատել, եւ իրենք էլ համոզվեցին, որ այդ փաստերը ճիշտ է եւ դատարանը որոշում կայացրեց 7 մեզ։ Իսկ օրինակ սահմանադրության հարցում դուք որ կետին էիք հատկապես համաձայն, որ կողմ քվեարկեցիք, քանի որ ժողովրդի մի մասը այսօր խիստ դեմ է այդ նման կերպով սահմանադրության անցկացմանը եւ ընդհանրապես այս տեքստին եւ ասում են, որ սա իշխանության վերարտադրման համար է արվում։ Ես այդ կարծիքին չեմ, որ դա իշխանության վերարտադրման համար է արվում։ Սահմանադրությունը փոխվել է, այստեղ նախագահական համակարգը փոխվել է խորհրդարանականի, որը որ կարծում եմ մի քանի քայլ ժողովրդավարության առումով ավելի առաջ է։ Եվ ես չեմ կարծում, որ դա վատ նախագիծ է սահմանադրության հետ։ Սահմանադրությունը դա կընդունվի։ Կարդացել եք նախագիծը։ Իհարկե կարդացել եմ, դեռևս սկզբնական նախագիծն եմ կարդացել եւ մինչեւ վերջը կարդացել եմ։ Ես առանց կարդալու որևէ օրենք չեմ քվեարկում։ Որ կետի հետ եք համաձայն, որ կետի հետ եք անհամաձայն։ Չէ, ընդհանուր առմամբ հիմնականում համաձայն եմ։ Հիմնականում ինքը լավն է։ Դե գիտեք ոնց ընթացքում այսպես է, ցանկացած օրենք, ցանկացած սահմանադրություն աշխատանքի ընթացքում է երևում շատ առումներով լավը եւ վատը։ Բնականաբար, երբ որ կաշխատի, որտեվ տարբեր երկրներում նույն օրենքը, նույն կետը օրենքի տարբեր ձևով է աշխատում։ Երբ որ կաշխատի 1-2 տարի, 5 տարի կաշխատի, այն ժամանակ եթե ինչ-որ թերություններ, մեծ սխալներ լինեն, բնականաբար կփորձենք շտկել դա։